Հալիձորի Բերդ։ Այս կառույցն ի սկզբանե ստեղծվել էր որպես անապատ, սակայն 17-րդ դարում Դավիթ բեկի նախաձեռնությամբ այն վերակառուցվել է որպես Հալիձորի Բերդ։ Շնորհիվ իր անառիկ դիրքի ծառայել է որպես նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոց և Սյունիքի հայկական իշխանության կենտրոն։ Համալիրի պարսպապատը ձևավորված է անկանոն քառանկյան տեսքով, տեղանքի ռելիեֆից բխող պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը մոտ 1 մետր, իսկ հարավ-արևմտյան անկյունում տեղակայված է առանձնահատուկ շրջանաձև բուրգ։ Բերդի մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային կողմերում։ Համալիրը ներառում է նաև եկեղեցի, որն ունի թաղածածկ դահլիճային հորինվածք, բեմի երկու կողմերում ավանդատներով։ Եկեղեցուն հարակից են հարավից և հյուսիսից թաղածածկ երկհարկ շինություններ, որոնց առաջին հարկերը հավանաբար օգտագործվել են որպես գավիթներ։ Ամբողջ համալիրում պաշտպանական նպատակներով վերակառուցման ժամանակ եկեղեցու և կից շինությունների վերին հարկերի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից հնարավորինս արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով։ Հալիձորի Բերդը 17-18-րդ դարերի ուշ միջնադարյան հայկական պարսպապատ ճարտարապետական համալիր և ամրոց է, որը գտնվում է Սյունիքի մարզում Կապան քաղաքից մոտ 1 կիլոմետր արևմուտք Ողջի գետի բարձրադիր աջ ափին։ Այն հայտնի է որպես 18-րդ դարի հայ ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ բեկի գլխավոր հենակետ։ 1727 թվականին թշնամու բազմահազարանոց բանակը պաշարեց ամրոցը։ Դավիթ բեկը ունենալով ընդամենը 300 ռազմիկ և միանձնուհիների օգնությունը դիմեց խիզախ հակահարձակման։ Հայկական ուժերը հանկարծակի դուրս եկան Բերդից, խուճապի մատնեցին թշնամուն և ստիպեցին նրանց մեծ կորուստներով փախուստի դիմել։ Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի կենտրոնական կառույցն է, որը կառուցված է բազալտի անմշակ խոշոր քարերով։ 2006-ից 2009 թվականներին Բերդի տարածքում կատարվել են մասնակի վերականգնման աշխատանքներ։ Վերականգնվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան պարսպապատերը և հարավային մուտքը։